Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, եթերում Փարոս հեռուստածրագրի հերթական թողարկումն է։ Ես Բալաբեկ Բարսամյանն եմ։ Հարգելիներս, այսօր մեր ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից։ Առաջին մասում սիրով ձեզ պետք է ներկայացնեմ Նահերի Նահապետյանին, որը դպրոցների խորհրդի անդամ է։ Ղեկավարում է այդ հետաքրքիր ուրեմն հաստատությունը։ Ինչպես ես Նահերի, բարի օր։ Բարև ձեզ, ուրախ եմ, որ նորեն ձեր հետ եմ, այս առիթը ունիմ, որ կարենամ դպրոցներու մասին խոսել։ Շնորհակալ եմ հրավերք ընդունելու համար եւ ուրախ եմ կրկին անգամ ձեզ տեսնելու մեր տաղավարի սիրելիներս։ Նահերի ջան, մենք ունեցանք շատ այսպես ասած շատ երկար ժամանակ չի անցել, երբ մեր հյուրն էիք եւ մեր հյուրն էին նաեւ պետական դպրոցների հաճախող հայ աշակերտների ուրեմն օգնող կազմակերպությունը եւ զրուցեցինք մի քանի ծրագրերի մասին, որոնք որ այսպես ասած ծրագրավորման մեջ էր։ Կուզենայի հարցնել արդյոք այն ծրագիրը, որը հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ էր կապված, որ պետք է նկարային կամ բանաստեղծություն։ Այո, մրցակցություն մգար, այո։ Ուր հասավ։ Այո, ուրեմն ուրախ եմ, որ դուրդամ, որ այդ մրցակցությունը կընթանա, ուրեմն մենք շատ բարեկամներ, ընկերներ, միություններ ունենք մեր համայնքի մեջ, որ մեզ ցերկ կուտան, եւ CASP-ը այս միությունը, որ Mrs. K-ը մեր հետն էր այն օրը, ուրեմն մրցակցությունը ստեղծած է աշակերտներու համար, թե բանաստեղծություն, թե գեղարվեստական բաժին, գծակրություն, շարադրություն եւ այլն, որ կարենան ինքնին արտահայտել ցեղասպանության վերաբերյալ եւ մեր ուսուցիչները այսօր մասին գիտեն եւ իրենց աշակերտներուն կքաչալեն, որ այս մրցակցության մասնակցին եւ այս մրցակցությունը երբ վերջանա եւ որոշվին ասենք հաղթողները պիտի ունենանք մեկ ծրագիր, որ ներկայացնենք այդ հաղթողները նաեւ մեր դիստրիկտի մեջ, այսինքն մեր բոլոր Գլենդելի եւ Լակրասենտայի դպրոցներու մեջ նաեւ ունենք այլ ծրագիրներ ցեղասպանության վերաբերյալ այս տարի մանավանդ այս տարի ավելիով օրինակ համար վաղը երեգո մեր բոլոր հայսկուլներու հայկական կլաբները, հայկական միություն դնորեն, այսինքն աշակերտները, որ այդ կլաբին, այդ միության նահակահն են, մեր ժողովին ներկա պիտի լան եւ պիտի ներկայացնեն ամեն մեկ հայսկուլի մեջ ինչ ձևով պիտի ներկայացվի ցեղասպանության ծրագիրները այս հadoop դարվա մեջ եւ մեր district office-ին մեջը Կրասենյակին մեջը մեկ ամիս առաջ ունեցանք առաջին մեր ծրագիրը ցեղասպանության վերաբերյալ 100 օր առաջ 100 դարվա ուրեմն ապրիլ 24-ին հունվարին ունեցանք այս հadoop մեկ ծրագիրը որբեսի նշենք որբես դպրոց որբես դպրոցական միություն որ այս օրը 100 օրեն պիտի հիշենք ապրիլ 24 100 դարվա եւ արիտ ստեղծենք որ մեր աշակերտները սորվին նորեն հիշեն, նորեն գիտնան այս պատմության մասին եւ բոլոր աշակերտները ոչ թե միայն հայ աշակերտները։ Նայրի դպրոց դասատուները կամ դպրոցի ղեկավարությունը ինչպես են նայում այս թեմային։ Լավ է որ ունենք հայ անձեր, որ school board-ի անդամ են, այո, այսինքն դպրոցերու խորհրդի ընդրված անդամ են, որովհետև ադիկա կներկայացնե ուժ, վերջապես կներկայացնե ներկայություն։ Եւ որովհետև մենք հոն ենք եւ ունենք նորեն ուրիշ անձեր, որ մեր գրնակ կգենան, գրնանք այսինքն ուժ ցույցնալ եւ բարդացրել օրենքի համաձայն ցեղասպանության մասին դասընթաց կլա Գարկմը դասարաններու մեջ։ Ադիկա մեր իրավունքն է, Ամերիկայի ժողովրդի իրավունքն է, Ամերիկայի օրենքով, Կալիֆոռնիայի օրենքով, ցեղասպանությունը պետք է այդ դասը ունենան հայսկուլի մեջ։ Ուրեմն մենք այս վերջերս մանավանդ դոկտոր K Մուրադյանի վիդեոն, որ 20 վայրկյան վիդեո է, իր նոր քիրքին հիման վրա է եւ իր քիրքը In My Mother's Voice քիրքին հիման վրա 20 վայրկյանյոց վիդեոը ստեղծած են եւ այդ վիդեոն շատ հարմար է դասարանի ժամին, որովհետեւ թե գրնան վիդեոն ցույց տալ, եթե գրնան ատնյութի մասին
խոսել, զրուցել, սորվել եւ այլն։ Եվ ադիգա անձնական պատմությունն է դոկտոր Մուրադյանին մորը։ Ուրեմն Senator Carol-ուն ամիսներ առաջ հիմա հավաքույթ ունեցավ, որ ես ներկայայի եւ խնդրեցի եւ գրցանք մեր դնորեններեն մի քանի հոգի ներկա ըլլալ այդ ժողովին, որբեսի կարենան դոկտոր Քեյ Մուրադյանին զանոթանան, գիտնան ասնյութը, ծրագիրը եւ կարենան խոսիր ուսուցիչներու հետ, որ այդ նյութը, այդ գիրքը կամ վիդեոն ներկայանա դպրոցների մեջ որպես supplemental material։ Նայր ջան, շատ լավ։ Մի քանի հարցադրումներ ունեմ, որ կապված է ձեր ոլորտի հետ։ Եվ խնդրեմ, որպեսզի անկեղծանանք մեր ժողովրդի հետ։ Դուք արդեն պաշտոնավորում եք 7.5 տարի, եթե չեմ սխալվում։ Այս 7.5 տարվա ընթացքում ինչպիսի ծրագրեր եք կյանքի կոչել, որ վերաբերում է հատկապես մեր հայությանը, իսկ հայության շահերին։ Այո, ադի լավ հարցումն է, որովհետև վերջապես այո, ես բոլոր աշակերտներուն ներկայացուցիչն եմ եւ ունենք մեծ թիվով հայ աշակերտներ եւ այդ հայ աշակերտներու եւ այդ ծնողներու ալ նաեւ եւ սիրով ներկայացուցիչն եմ եւ պաշտպանն եմ գրնամ ասել որ նախ եւ առաջ 2013-ի ապրիլին երբ որ ես նահանգահն էի դպրոցներու խորհրդին գրցանք վերջապես հաջողցնել որ ապրիլ 24-ին փակենք բոլոր Գլենդելի եւ Լակրասենտայի դպրոցները բոլոր հանրային pedagogan Գլենդելի եւ Լակրասենտայի դպրոցները փակել ապրիլ 24-ի արիտով ասիկա գարձեմ որևէ մեկ ուրիշ հանրային դպրոց չի գրնար ասել Կալիֆոռնիայի մեջ եւ դերևս Ամերիկայի մեջ արի հարկանք ապրիլ 24-ի ցեղասպանության եւ ադիկա կարեւոր մեկ բանն է ոչ թե միան հայ աշակերտներու համար այլ բոլոր աշակերտներու համար եւ գնաք երևակայել որ եթե աշակերտը որ հայ չէ եւ այդ օրը դունն է գնաք դերևս երևակայել այդ խոսակցությունը պիտի լանդանի կյանտանել որ այսօր ինչու Բաղաթու ինչու դուք դպրոց չունիք եւ այդ աշակերտը այդ փոքրիկը պիտի գարենա իր ծնողքին բացատրել հայերու մասին, հայ բամուճան մասին եւ այդ է պատճառը որ վաղը դպրոց չունենք ապրիլ 24-ին դպրոցները փակե այս տարի նորեն ապրիլ 24-ին դպրոցները փակեն որովհետեւ ունենք անդամներ դպրոցներու խորհրդի մեջ Board of Education-ի մեջ որ աշխատած են թեպի այս ուղղությամբ Ուրիշ մեկ բան օրինակ մտամ, որ այսօր վիդեոմը բերած եմ հետս, որ հույսով եմ, որ արիք ունենանք ցույց տալու։ Ուրեմն մենք ունենք երկլեզվի ծրագիրներ մեր դպրոցներում մեջ։ Այդ երկիրներն, որ մենք կախտած ենք դեպի Ամերիկա, այդ երկիրներում մեջ մենք գիտենք արժեքը երկրորդ լեզու սորվելու, երրորդ լեզու սորվելու, բայց եւ այնպես Ամերիկայի մեջ հիմա է որ կհամոզվենք ժողովուրդը կհամոզվի առավելությունը այդ երկրորդ լեզվին։ Ուրեմն Գլենդելը առաջին շրջանն է դպրոցներու խորհուրդն է, որ ունեցած է հիմա ունենք, այս տարի ունենք, միշտ չունեինք 7 տարբեր լեզուներ, որ կարելի է աշակերտը եւ իր ծնողքը ընտրե անգլերենի մոտ նաեւ սորվի այդ լեզուն։ Երբ ես 2007 թվականին նոր ընդրվեցա, չունեինք այդ 7 լեզուներ, ունեինք մի քանի լեզու եւ այսօր ունենք հայերեն լեզվի, երկլեզվի ծրագիրներ։ Պետականորեն հայ երեխան կարող է ընտրել հայերեն լեզուն։ Այո։ Ուրեմն անգլերենի մոտ կարելի է նաեւ սորվել հայերեն լեզվին, մանկապարտեզին, առաջին դասարան, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ դասարանները Կովի անգլերենին հետ հավասար, ոչ թե միայն մեկ բախ օրը, բայց լուրջ օրեն սորվել այդքան, որ դիդաբեդե լեզվին վրա։ Ուրեմն ասիկա նախ գրցանք հաջողցնել R.D. White Elementary դպրոցի մեջ եւ հիմա նաեւ բացատրենք երկրորդ ջիղումը R.D. White Jefferson-ի մեջ սկսած էինք եւ հիմա բացատրենք երկրորդ ջիղումը R.D. White Elementary դպրոցի մեջ։ Նայրի, դա կախված է, այսինքն դպրոցի տնօրենությունը պետք է ուզենա կամ չուզենա, թե դա բոլոր դպրոցները
այդ օրենքը բոլոր դպրոցներին է հասանելի, այն դպրոցներում, որ շատ ցանկություն կունենան հայերեն սովորեն, շատ թվով աշակերտներ, այդտեղ այդ օրենքը կաշխատի, թե որոշումը school board-ի որոշումն է, Board of Education-ի դպրոցներու խորհուրդի որոշումն է որոշումը։ Եվ դպրոցներու խորհուրդը, այսինքն մենք հինգերնից կմտածենք եւ կսերդենք մեր դնորենության հետ, որ մեկ դպրոցը պիտի ավելի լավ դունը այդ տեսակ ծրագրին։ Ուրեմն, բայց այդ որոշումը, որ պիտի ունենանք երկլեզու եւ պիտի ունենանք հայերեն երկլեզու, այդ որոշումները գինան դպրոցի խորհրդին, school board-ին։ Այսինքն երեխաները, ծնողները պետքա դիմեն, պահանջեն, որ մենք ուզում ենք այս դպրոցը լինի երկլեզու, հայերեն լեզու սովորեցնեն։ Ավելի շատ ում կողմից պետք է գա այդ Երկու կողմը միշտ լավ է, երկու կողմը միշտ լավ է, ասեմ, որ իմ սրդիս մոտ ծրագիր մներ ասիկա, եւ երբ ես նկատեցի, որ ունեինք սպաներենով երկլեզվի ծրագիր, հապա ինչու չունենանք հայերենով երկլեզվի ծրագիր, ինչու հայերեն լեզուն միան լինի մեկ բահ օրը մեկ դպրոցի մեջ, բայց եւ լինի հավասար մագարտակի մույս երկու լեզվի ծրագիրներուն, որ գլենդելի դպրոցները ծախս կնեն, հոգ կնեն, չանք կտապեն, որ ունենան, եւ ինչու ոչ հայերեն լեզուն, հավասար մյուս լեզուներուն։ Ուրեմն հիմա ունենք հավասար մյուս լեզուներուն, աշակերտներ կրնան թիմել, որովհետեւ popular ծրագիր մնե, սիրված մեկ ծրագիր մնե, պետք է թիմել, որ եւ լոտերիով վերջո կրնանք որոշել Jefferson Elementary դպրոցի եւ R.D. White Elementary դպրոցի, որ ով պիտի սկսի այդ ծրագրին մասնակցել։ Գեցեք, բրավո։ Մեր համայնքի հարցերից ամենագլխավոր հարցերից մեկն էլ դա էր, որ այն երեխաները, որոնց ծնողները, որ ֆինանսապես միջին խավ չեն կամ տկար են ավելին, չեն կարողանում իրենց երեխաներին տանել հայկական դպրոցներ, սա արդեն հարցի լուծում է, այսպես ասած։ Այո, այսինքն իրավպես երբ որ մտածենք, որ հանրային դպրոցներու մեջ, կառավարական դպրոցներու մեջ հիմա մեր միտքը, դպրոցական խորհրդի միտքը կամ նպատակը երկլեզու է։ Գիտենք մենք երկու լեզվի առավելությունները միտքի ու եղի ասենք մեծնալու ժամանակ, որ ասի կարևոր բան մնե, եւ մենք կսենք հայերենով, որքան որ լեզու գիտես, այդքան անցենք, այդքան մարդես, ուրեմն ասիգա եւ նաեւ հայաբահբանական ամենամեծ գործն է, իհարկե, ամենամեծ աշխատանքներից մեկն է, եթե ոչ ամենամեծը։ Ուրեմն, այսինքն ուրախ ենք, որ եղած է եւ ասեմ, որ միան ամիսներ առաջ Նաև որոշեցինք, որ այդ 7 լեզուներն միան 3 լեզուները middle school-ի մեջ, միջին դպրոցներու մեջ, որպես երկլեզու պիտի ըլլա։ Եվ ասեմ, որ այդ լեզուներն մեկը հայերենն է։ Ուրեմն, որպեսի չմոռնան եւ շարունակենք, եւ եթե արիթ կա վիդեոն տեսնելու, անցամ կրնան տեսնել ասկերետիկ մեկ ծրագիրը։ Նարի ջան, անցնենք կարճ դադարի, որից հետո հենց ինչու՞ չէ նաեւ վիդեո կսկսենք։ Սիրելի հեռուստադիտողներ, ահա թե ինչու է կարևոր, որպեսի դուրս գաք ընտրության եւ ընտրեք հատկապես մեր հայրենակիցներին։ Սա այն վառ ապացույցներից մեկն է, որ մեր հայրենակիցները, հայրենակցուհիները ինչպիսի մեծ հարցեր կարող են լուծել դպրոցական ոլորտում կամ պետական ուրեմն մարմիններից ներս։ Անցնենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, դեռևս ունեմ մի քանի հարցեր եւ հետաքրքիր կինո ժապավեն, ինչպես որ ասաց մեր հարգարժան Ժանտյուրը։ Գովաստ։ Is when a person can actually speak, read, and write in 2 languages, and to be able to use them frequently and as they're part of their daily life. The
find bilingualism by an individual that speaks 2 languages and is fluent in both languages and also can read and write in both languages. My daughter, who's a 3rd grader currently in the FLAG program here, she's learning songs, music. She comes home and she will sing a song in Armenian. I didn't know she was learning. Երկլեզուգրթություն կարելի ավելի իբր հայ Ամերիկայի մեջ ինձ համար շատ կարևոր է որ աղջիկս շարունակի հայերեն խոսիլ, որովհետև ինչպես գիտեք հոսպիստիկները որչափ մենք փորձենք դունին մեջ հայերեն խոսիլ, բնականաբար անգլերենի կդարձնեն. There are extracurricular events that she goes to that helps her to learn about the culture behind the Armenian people, and I think it makes it a lot easier and more interesting for her if she has a tie between the language she's learning and the culture behind it. One of the important things about being a principal of a dual immersion program is having the understanding, the passion, and the commitment to bilingualism and biliteracy. Feeling very fortunate to work at a school that has an Armenian program. One of the things that I like to do best is visit classrooms, and it's so exciting to visit the classroom of an Armenian program where you walk in and you see the students speaking in Armenian, reading in Armenian, learning in Armenian, and learning things that you see in the traditional English classroom as well. Every year, we receive about 200 applications from people who are willing to join the program and in different grade levels. By all means, it's a great advantage to have my children be able to speak Armenian as well as understand and read and write. It's such a great treat when they can communicate with their grandparents and their family members. But also, they've been introduced to the culture in many different ways through art. As you can see, the beautiful work they do, poetry, science, and math. It's a wonderful opportunity to have that as a free public service and education. The program has established strong collaboration with different organizations, both locally and across the seas in Armenia. We do collaborate with the Ministry of Education and the Ministry of Diaspora of the Republic of Armenia, as well as with the Consul General of the Republic of Armenia here in Los Angeles. Wonderful opportunity that in our public schools we have dual immersion where our children will be learning in 2 languages, and they'll learn Armenian and English, and it's a very high quality program. So the education that he's getting is very intellectual Armenian, and he's learning all subjects in both languages. So he's going to be completely fluent in both languages, and that's what I wanted for my child. Very, very important for my daughter to learn Armenian, keep her cultural identity while being American too. So that was very, very important. But it's also the benefits for the student to learn a second language at this stage in their life. It's sort of the brain developmental aspects of it for their growing brain and their education. So that was as important for me as it was, learning Armenian as an Armenian. And if there was not an Armenian FLAG program, I would have seriously considered another language because of those educational and developmental benefits that come from learning a language at this age. I encourage parents not only of our Armenian background, but of other backgrounds to consider the program, whether it's Armenian or some other language. It's been a great experience. Ահա դիտեցիք հարգելիներս, սա հրաշք չէ, բայց հրաշքները ինչպես են լինում։ Միացյալ Նահանգներում պետական դպրոցում դասավանդվեն պետական ծրագրով հայերեն,
Սա երևույթ է, որ ոչ աշխարհում չկա, բացի Հայաստանից, երևի թե ոչ միտեղ չկա, ի շնորհիվ մեր հայ մասնագետների, ի շնորհիվ ձեր ուրեմն տեխնացուների հայ, որոնք որ իրենց ծառայությունը նմանատիպ ձևով ուրեմն հաղորդեցին մեզ։ Իբրև ծնող շնորհակալ եմ ձեզանից եւ ընդհանրապես բոլոր ձեր թիմից, ովքեր որ այս գաղափարը մեջտեղ քաշեցին եւ տարանիչ էլ վերջ։ Գիտեմ, որ շատ դժվար է եղել, որովհետեւ ընտրվել եք ոչ թե միայն հայերի կողմից, այլ օտարների կողմից նաեւ, եւ ձեր աշխատանքը ոչ միայն հայերի հասնել էր ընդհանրապես օտարներին, եւ գեղեցիկ է, որ սևամորթ երեխան հայերեն էր սովորում։ Նայրի, հայ ուսուցիչները ինչ չափանիշներ կան, չափորոշիչներ կան, որոնք կարող են աշխատել անցնել գործի Հայաստանի թեստեղի, ինչպես է կարգել։ Պետք է որ ամերիկյան credentialing ունենան, այսինքն ամերիկյան օրենքով կառավարական օրենքով credentialed ուսուցիչ պետք է լինեն նախ եւ առաջ եւ առավել հայկական մասնակցություն ալ։ Ուրեմն երկուքն ալ պետք է հրաշալի բան է, թե դասարաններում մեջ, երբ որ ես դասարաններում մեջ գկալեմ, գբդդիմ, գնայիմ հրաշալի մեկ բան է եւ շատ կսկացվի ով լաս որ գարավարական դպրոցներում մեջ աս ծրագիրը ունենք աշակերտները մեկ դասարանի մեջ բոլոր անգլերեն գսորվին հետո գելեն մյուս դասարանը գերտան որ հոնդեղը բոլոր հայերենով գսորվին ուրեմն ունին իրենց չի խանգարում միմյանց չէ ըստ ինչ լավացնում Դուք գիտեք, որ մենք վարժ ենք և գիտենք մի քանի լեզու սորվիլ փոքր տարիքին, ասիկա մեզի բնական բան է, որ 2 լեզու, 3 լեզուով մեծած ենք բոլորս և ընդունակ են բզդիկները այս տարիքին, երկրորդ լեզու սորվիլ, երրորդ լեզու սորվիլ, իմ եղբորս աղջիկը նույնիսկ երկլեզվի ծրագիրներն մեկուն մեջն է և միշտ կհիշեցնենք բոլոր ծնողներում, որ երկու լեզունա կրնա դիրապետել, անգլերեննալ և երկրորդ լեզուն, որ ընտանիքը զատած է իրենց համար և ինչպես որ տեսակ իրենց քրությունը, իրենց արվեստը, իրենց ներողություն իրենց ասմունքը կամ երգերը եւ իրենց քրությունը հրաշալի մեկ բան է, այսինքն ամեն ինչ այդ դասարանին մեջ հայերենով գրված է, օրացուցակը նույնիսկ հայերենով գրված է, որովհետեւ գիտնան ամեն բառ հայերենով եւ անգլերենով։ Աստված նայրի որ այլ նահանգներում կամ այլ քաղաքներում, հատկապես հայաշատ քաղաքներում նմանատիպ ծրագրեր իրականացնեն կյանքի գոչեն։ Ասեմ թե Pasadena Unified School District-ը մեզի այս ծրագրի մասին հարցուցած է եւ մեզի որպես հյուր եկած է, որպեսի սորվի ինչպես կնենք։ Burbank դպրոցներն նաև հարցուցած են մեզի այս ծրագրի մասին, այսինքն հիմա մեր թռածիները կանդրադառնան որ կարևորությունը եւ կհարցնեն մեզի ինչպես մենք ըրինք եւ մենք բամը չենք բահեր իրենց ով որ գուզե օրինակել, ով որ գուզե առնել օրինակը եւ նույն բանը կդարե իրենց դիստրիկտի մենք մեր դիստրիկտը սիրով Ադիգա գբացադրե գուդա ինչ որ ունենք ուրեմն գգիսենք իրենց հետ որբեսի այս ծրագիրը շադանա Եվս ունեմ երկու հարց եւ կարծում եմ որ ժամանակ արդեն կամաց մոտենում է ավարտին առաջինը գիտենք որ պետության կողմից այն բյուջեն որը հատկացվում է դպրոցներին դուք եք տնօրինում եւ դուք եք այսպես ասած կանանչ լույսը տալիս ինչ ծրագրերի վրա պետք է այդ գումարը ծախսվի հատկապես ձեր պաշտոնավարման ընթացքում տեխնոլոգիայի հետ կապված ինչպիսին են, այսինքն ինչ տեխնոլոգիա հագեցված մեր դպրոցները։ 2 տարիներ առաջ ուրեմն մեր համայնքը Գլենդելի եւ Լակրասենտայի Measure S bond այս օրենքը անցուց քվեարկությամբ 2 տարի առաջ անցուց եւ ասիկա մեզի համար մեծ օգնություն է եղած, որովհետեւ նոր բյուջե է հadoop շինարարության, modernization, նորոգության եւ տեխնոլոգիայի վերաբերյալ։ Մենք ունենք հիմա հազարավոր նոր Chromebooks կսեն, կոմպյուտերի մեկ տեսակն է, որ մեր աշակերտները ունին, նաև մեր ամեն ձևով մեր տեխնոլոգիի վերաբերյալ wireless
բաները, printer-ները, computer-ները, ամեն ինչը նորոգած ենք, որովհետեւ կարենանք մրցակցել ուրիշ, այսինքն district-ի աշակերտներու հետ եւ կարենանք մեր աշակերտները ինչ որ պետք ունին, որ վաղվա Ամերիկայի, վաղվա աշխարհի պատրաստ լան։ Դա է պատճառը, որ պատժելիության քանակը քիչացել, այսինքն աշակերտներին քիչ եք պատժում։ Ձեր միտինգներից մեկում լսեցի, որ մեր աշակերտները այս վերջին մի քանի շրջան։ Այսպես է, 4-5 տարիների ի վեր մեր աշակերտներու գախագայելու թիվերը, այսինքն բադիժու եւ դուն ղրգել, որ դուն պիտի մնան եւ դժբախտաբար դուն մնալով ադեներ քեֆ կնեն եւ բադիժ իրենց չի թվիր ադիգա։ Ուրեմն կփորձենք որ բադիժի ծևերը փոխել եւ այդ գախագայելը դուն ղրգելը, որ դունը միան նստին եւ տաս չունեն Adiga փոխենք եւ վերջին 4-5 տարիները կգնամ ասել որ մանավանդ Glendale High School եւ Hoover High School-ի մեջ այլ ծևեր գտնենք, քան թե դուն ղրգել որպես բադիժ, որ Adiga ասենք թե գդուժե աշակերտին եւ քննարկված է ասիգա social scientist-ներու կողմէ, որ Adiga որևէ մեկ ծևով չօգներ ոչ այլ աշակերտին եւ որ աճ դպրոցին, եթե այդ աշակերտը հոն չէ սորվելու համար։ Շնորհակալություն Արեջան։ Ձեզի շնորհակալություն։ Հրավերք ընդունելու համար եւ լուսաբանելու համար, ինֆորմացիա տալու համար մեր լսարանին։ Առաջիկայում խոստանում որ պետք է նորից հանդիպենք եւ նորություններով ուրեմն կիսվենք մեր ժողովրդի հետ։ Հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներում։ Հարգելիներս, այսքանով ավարտեցինք մեր ծրագրի առաջին բաժինը, հիշեցնեմ, որ այս բաժնի հյուրն էր Նայիրի Նապետյանը, որը դպրոցների խորհրդի անդամ է Glendale-ի եւ Սակրամենտոյի։ Կարճ դադարից հետո ուրեմն կներեք Սակրամենտոյի, Լակրասենտայի։ Ոչինչ կհասնենք Սակրամենտո, հա։ Կարճ դադարից հետո կմիանանք եւ մեր հաջորդ հյուրը պետք է լինի Հոմի հայօգնության միության Ջավախքի հանձնախմբի ատենապետուհի Լենա Բոզոյանը եւ նորություններով կհանդիսանա այսօրվա մեր Ջավախքի կացության մեր այնտեղի երիտասարդության, մանչուկների, դպրոցների, մանկապարտեզմի խոսով նորություններով ուրեմն կհագեցնենք կարճ դադարի եթերում։ Հարգելիներս շարունակում եմ ծրագիրս արդեն ինչպես էկրաններից տեղեկացաք եւ ովքեր որ նոր միացանում ես, հիշեցնեմ, որ այս պահին ուրեմն մեր Փարոսի երկրորդ մասի հյուրն է Լենա Բոզոյանը, որը հայօգնության միության Ջավախք հանձնախմբի ատենապետուհին է։ Բարի օր, Լենա։ Բարև, բարև։ Խորին շնորհակալություն եմ հայցում հրավերք ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարի սիրելիներս։ Նմանապես շնորհակալ եմ Արիթին համար, ինչպես միշտ։ Լենա ջան, երկար տարիներ է ջավախքայության խնդիրներով եք զբաղված եւ ոչ միայն դուք, այլ ընդհանրապես հայօգնության միությունը, որի համար խոնարհվում եմ բոլորի առջև։ Շնորհակալ եմ։ Երկար տարիներ գիտեմ հայօգնության միության կողմից կատարվող աշխատանքները, թե Հայաստան երկրաշարժից, թե Արցախյան ազգագրական պայքարից, թե ինչու՞ չէ նաեւ մեր բոլոր համայնքներում, որտեղ որ խնդիր ունեն, այսպես ասած։ Այսօր խոսենք Ջավախքի մասին։ Վերջին անգամ երբ եք եղել Ջավախքում։ Ոնց է մեր Ջավախքը։ Սիրո բալաբեկ, շնորհակալ եմ։
Ուրեմն վերջին անգամ հոկտեմբեր 2014-ին եղած եմ Ջավախք, ուրեմն առաքելությամբ կացած էինք հանձնախումբի անդամներն մեգումը հետ եւ երկու օրվա ճամփորդություններ, որուն ընթացքին այցելեցինք մեր երիտասարդական կենտրոնները, որու մասին պիտի խոսենք։ Սակայն ասեմ, որ եւ ուրախ էի, որ անշուշտ այցելած էի, որովհետեւ յուրաքանչյուր այցելություն եւ ասեմ, որ ասիմ իմ 4-րդ այցելությունս էր Ջավախքի շրջանը, յուրաքանչյուր այցելություն դեղացի ժողովրդին, որուն հետ որ գահանտիբինք մանավանդ մեր երիտասարդական կենտրոններու եւ ուսուցիչներուն եւ երեխաներուն եւ անոնց ծնողներուն այսպես հույս մգուտանք որ հերավոր Ամերիկայի մեջ հանձնախումբը գազագերբությունը եւ քաղուտը գհիշե իրենց գաշխատի իրենց օգտին այդ հույսը տեսնելով շատ ուրախանամ իսկ վատ գսկամ երբ գտեսնեմ գացությունը եւ վատ գսկամ, որովհետեւ հանձնախումբիմը գարելիություններեն ավելին չենք կրնար անել, կամ մեր քաղուտը այսքան ավելի չի կրնար անել, որովհետեւ այն բետքերը, այդ ահավոր բետքերը, ընկերային, տնտեսական, ամենօրվա այդ Ջավախքահայի բետքերը այնքան շատ են, որ հանձնախումբերու կամ մի քանի հանձնախումբերու պետք է եւ ինչու՞ չէ բեդությամբ գարիք ունի այդ է որ դխուր գվերաթարնամ որովհետեւ շատ ավելի պետք է ըլլա որ չլար եւ այս վերջին ճամփորդությունից որ վերաթարցա եւ մեկ բան նկատեցի որ անցյալ ճամփորդություններուն չէի նկատած հուսահատություն դեսա ժողովրդի մեջ ինչ որ ինքնին մեր նպատակին չի ծառայեր որովհետեւ երբ Ջավախցին հուսահատի գլքե հողը եւ գարդակախտե ինչ որ մենք այդ անոր թեմ գբայքարինք այդ արդակախտի թեմ գբայքարինք որ Ջավախցին մնա իր հողին վրա Ռենե ջան սիրելիստատուներ Ջավախքի տեղը վստահ եմ որ շատերը գիտեք Ջավախքը հայկական այն տարածքն է որը կղզիացած է Հայաստանի եւ ուրեմն Վրաստանի միջև Հայաստանի իշխանություններն ու Վրաստանի իշխանությունները այսպես ասած կարիքը ունեն Հայաստան ունի Վրաստանի կարիքը ճանապարհի կարիքը չի ուզում իր հարաբերությունները այսպես ասած վատացնել Վրաստանի հետ բայց եւ այնպես մենք գիտենք որ Ջավախքի խնդիր կա Ջավախցին ինչ անի լավ թողնենք մենակ այդ Ջավախցուն դրա համար կոփված է այսօր եւ բոլորս գիտենք որ Ջավախքում ընդամենը երևի 3-4 ամիս է արև տեսնում այո մնացած օրերը ծնար են այնտեղ այո աշխատում է Ռուսաստանում գալիս է Հայաստանի հետ կապը ինչ որ մի ձևով ինչ պետք է անենք Լենա ինչ առաջնահերթ խնդիրներ կա բոլորս գիտենք սոցիալական տնտեսական բայց առաջնահերթ ինչ խնդիրներ կա որ պետք է ուղղակի հասնենք իբրև հայություն ամենեն կարևոր հարցը գործի ապահովությունն է որովհետև արդեն այդ ծմերվա շրջանը որ գրնամսել 9 ամիս սույներու մեջ է Ջավախցին վարժված է այդ ապրելակերպին վարժված է սակայն կորձի չկոյությունը եւ հստակ Վրաստանի ղարավարության հայաթափման ծրագիրը այդ արիթը չստեղծեր որ մնան եւ որբես մարդ ապրին իրենց հողին վրա ուրեմն ստիպված գլքեն հողը գերտան ժամանակավոր ցևով եւ երբ ավելի գվատարանա եւ նոր օրենքներով ավելի դժվար գլա իրենց ընտանիքներուն կյանքը գորոշեն ցկել եւ երթալ եւ այն օրենքներեն մեկը որ այդ դժվար բարական ստեղծած է վիզայի հարցն է որ Ջավախցին որ ինք այնտեղ ծնած է պետք է վիզա առնի եւ վերաթարնա իր ապրած երկիրը այսինքն Վրաստան, որովհետև Ռուսաստան գաբրի եւ երկհաղաքացիության Վրաստանը չի հավատար, նոր օրենքներով դժվարություններ այսինքն, իսկ երկրորդ դժվարությունը լեզվի հարցն է։ Ուրեմն վրացերենի ուսուցումը այն բոլոր
կարևոր մարմիններու վրա, այդ կարևոր գործերու վրա, լա թարմանադուներու դնորեններ, լա հիվանդանոցի դնորեն կամ նույնիսկ դպրոցներու դնորեններ պետք է անպայման վրացերեն գիտնան։ Փամը որ ասկե 20 տարի առաջ պետք չունեին, որովհետև խորհրդային ժամանակաշրջանին ռուսերեն եւ հայերենով գլար եւ դե ֆակտո ինքնավար շրջան էր Ջավախքը։ Ուրեմն պետք չէին ունեցած վրացերենի իմացության։ Իսկ այսօր նոր օրենքով կարևոր գործեր պետք է անպայման վրացերենով լա։ Երևակայեցեք մեկը եթե թադավարության երթա եւ պիտի ստորագրե իր անունը, պիտի ստորագրե թադավարության եզրահանգումին, թուղթին, այդ մեկը վրացերեն պետք է լա, այդ իրավական թուղթը։ Եվ եթե մեկը ինքը չի գիտեր, թե ինչի դա կստորագրե, այլ գրնակ երևակայել այդ իրավիճակը։ Լեզվի հարցը շատ դժվար է եւ մեզի ուղղակի, որ մենք հայեցի գրթություն գկարոզենք եւ անպայման գուզենք, որ Ջավախքի մեջ երկրորդ լեզուն կոնե լա հայերենը, այս մեծ դժվարություն է եւ այդ իմաստով է, որ մենք մեր գարելին գնենք, անշուշտ հայօգնության միության առաքելությունն է հայեցի գրթությունը եւ ասեմ քիչ առաջ որ լսեցի Նաիրի այդ ներկայացումը ինձ իսկապես շատ ուրախացուց որ մեր քաղաքներս Ամերիկայի մեջ հարային դպրոցներեն ներս այդ dual immersion ծրագիրը կդարվի եւ Երանի հիմա նույն ծրագիրը Ջավախքի մեջ կրնանք կդարել որովհետեւ իսկապես մեկ տասաբահ ամենօրյա դպրոցի մեջ բավարար չէ որ մեկը հայերեն սորվի մեկ տասաբահ առաջ բոլոր տասաբահերը հայերեն էին այլ երևակայեցեք հիմա միայն մեկ տասաբահ հայերեն գլա եւ այդ է պատճառը որ մեր երիտասարդական կենտրոններու մեջ մենք հայեցի գրթություն գուտանք մշակույթ պատմություն ազգային դաստիարակություն բարեր արդասանություններ եւ այդ մեկն է որ մենք գրնան գնել այս նորեն ասեմ այս հանձնախումբի սահմաններու մեջ բայց անշուշտ մեր հանձնախումբի գողքին են մեր քաղաքի հովանավորողները մեր քաղաքի նվիրատուները որոնք կհավանան Ջավախքին որոնց շնորհակալություն կհայտնեմ Լենա կներես որ մի փոքր պետք է այսպես ասած անցնան քաղաքական գծով որովհետեւ ինքը Ջավախքի հայության կացությունն ու կեցությունը արդեն քաղաքականացված է այսպես ասած այո Դժբախտաբար Գիտենք, որ նախկինում Թիֆլիս քաղաքը եղել է հայկական մշակույթի կենտրոն եւ այսօր այնտեղ ունենք բավականին մեծ քանակով հայություն, որոնք բավականին ֆինանսապես էլ տկար չեն, լավ վիճակների մեջ են, ունենք պետական պաշտոնյաներ։ Իրենց հարաբերությունները Ջավախք հայության հետ ինչպիսին են։ Գրնամ ասել վրացական մշակույթին են մոտիկացել, թե դեռ բոլորովին վրացականացված են։ Գրնամ ասել եւ այնքան ալ մոտ չեն Ջավախքի ամենօրյա հարցերում հիմա անշուշտ բարականեր գլան որ մեկ գոքնեն սակայն ընդհանրապես որպես ուղեկից այնքան ալ լավ հարաբերության մեջ չեն դժբախտաբար Ջավախքի հայությունը քվեարկությանը մասնակցում է Վրաստանի իշխանությունների Այնշուշտ եւ միշտ նեցուկ կանգնած է դիրող իշխանության Եվ ես այս հարցերը գիտեք Հիմա կանցեմ բուն թեմային, բայց մի փոքր ուզում եմ որպես մեր լսարանը ավելի արթուն հասկանա, թե ինչի մասին, ինչու է այդպես։ Այո, Ջավախքայությունը միշտ եղած է եւ ասեմ, որ իրերահաճոր 4 իշխանություններ եղած է, խորհրդային միության փլուզում են վերջ, որ այդ 4 իշխանությունները կշարունակեն հայաթափման իրենց ծրագիրը։ Սակայն դուք նշեցիք դարձյալ նշենք Հայաստանի ղարավարության համար Վրաստանի Ջավախքի ջամփան որ գտանի Եվրոպա գտանի Բաթումի ամենին կարևոր ջամփաներեն ելքերեն մեկն է եւ հայ վրացական հարաբերությունը երբեք պետք չէ վտանգել չենք կրնար վտանգել որովհետեւ շրջապատված ենք դժբախտաբար թշնամիներով եւ պետք է այս հարաբերությունը ճիշտ ցևով լավ լուրը այն է որ աս վերջին իշխանությունները
լավ խոսակցության մեջ են, լավ հարաբերության մեջ են Հայաստանի ղարավարության մեջ եւ հույսով ենք, իրավես հույսով ենք, որ շատ ավելի լավ անդրադարձ կունենա այդ լավ հարաբերությունները Ջավախքի ժողովրդին վրա։ Անցնենք արդեն հոմի աշխատանքներին։ Այո։ Ինչպես աշխատանքներ եք տանում։ Ինչ վերջին ծրագրերը կամ առաջիկայում ծրագրերի մասին խնդրում եմ։ Նախքան ծրագրերը նշելս, ասեմ, որ Հոմի Ջավախք հանձնախումբը հիմնված է 14 տարի առաջ, որովհետև Խորհրդային Միությամբ լուծում են վերջ, Ջավախքի շրջանը գտնվեցավ շատ ահավոր դժվար պայմաններում մեջ, եւ ժողովուրդը չէին կրնար լքել, որովհետև Հայ օգնության միությունը ուր ցավ գա, ուր ժողովրդի գանջ կա, Հայ օգնության միությունը այնտեղ է եւ անշուշտ մենք ցերնածալ չմնացինք եւ ընթարաչեցինք գանչին, այս բարակային Ջավախքի գանչին ընթարաչելով ստեղծվեցավ Հայ օգնության միության Ջավախք հիմնադրամը, ուրեմն մեր նպատակներ առաջին հերթին կանխել արտագաղթը եւ այդ նպատակով մեր քաղաքներս 14 տարվա ընթացքին մենք կատարած ենք քարոզչական եւ հանքանագային աշխատանքներ։ Ուրեմն հանքանագային աշխատանքներով կարողացած ենք մինչեւ այսօր 3 երիտասարդական հայկական գետրոններ, իսկապես հայկական գետրոններ ստեղծել, որու ընթացքին գդրվին հայեցի գրթություն, որու ընթացքին գտեսնենք այն փոքրերը, որոնք դպրոցեն վերջ մոտավորապես 300 աշակերտներ եւ ոչ թե միան ախալքալակ են կամ այնտեղ են, որ գետրոնը գա, այլ քյուղերեն, հերավոր քյուղերեն գուքան, որբեսի գետրոնի մեջ սորվին հայերեն եւ բարաբին օրինակի համար ինտերնետով գրնան հաղորդակցիլ օդար աշակերտներու կամ օդար երիտասարդության հետ սորվին բարեր մշակույթի ինտերնետ կա։ Ինտերնետ կա, անշուշտ ինտերնետ կա։ Եվ ծրագրերը մեկը, որ մենք կարողացանք իրականացնել, այնալ բժշկուհիներու վերաբադրաստումներ, բուժքույրերու վերաբադրաստումներ, որբեսի 16 բուժգետրոնները ներս օգնեն ժողովրդին։ Եվ այսալ շատ կարևոր մեկ իրագործում էր, սակայն այդ նոր օրենքով, որ բժիշկը անպայման պետք է վրացի ըլլա, կամ վրացերեն պետք է գիտնան, այնտեղ ալ դժվարություն ստեղծվեցավ, որ այդ բուժքույրերը պետք է, որոնք չեն գիտեր վրացերեն, այդ գետրոններեն ներս իրենք պատասխանատու չեն կրնար ըլլալ, այլ պետք է բժիշկ մկա, որբեսի վերագացու ըլլա այդ գետրոններուն, նույնպես ինչպես դպրոցներեն ներս վրացի ուսուցչուհիներ գվարձեն եւ 3 անգամ ավելի գվճարեն հայ ուսուցչուհիներուն, որոնք դուրս կտրվին իրենց կորձեն եւ գբերվին վրացի այսպես ուսուցիչները կամ բժիշկները եւ այլն ցուլելով եւ հայերուն ստիպելով որ արտագաղթեն։ Այդ ծրագիրը մեզ արդեն ծանոթ է վաղուց թուրքերից, ադրբեջանցիներից, ինչպես հայաթափվեցին պատմական գարտմանը, ինչպես հայաթափվեց Նախիջևանը կամ այլ շրջաններ։ Լենա ջան, ունենք տեսա երեզիս, քանի դեռ ժամանակը սպառվել մեր հանրությանը ցուցադրենք, որպես ավելի պատկերացում կազմեն, թե ինչի մասին է խոսքը։ Խնդրում եմ ռեժիսոր։ Մանավանդ արտագաղթի մասին։ Նարինե Գասպարյան, 14 տարեկան, ես արդեն 4 տարի է հաճախում եմ այս երիտասարդական կենտրոնը, շատ ուրախ եմ, այս հայկական երիտասարդական կենտրոնը դարձել է մեր տունը, մենք շատ ուրախ ենք, որ
այստեղ Վրաստանում պահպանվում է հայությունը եւ մենք սովորում ենք հայկական երգը, պարը, հայոց մշակույթին ենք ծանոթ եւ ինչքան կարող ենք կպահպանենք մեր հայությունը։ Չէ, իհարկե ոչ չեմ մտածում հեռանալ եւ միշտ կապրեմ իմ հայրենիքում, Ախալցխայում եւ կփորձեմ ինչքան հնարավոր է պահպանել հայությունը։ Լենա ջան, արդեն պարզ է, այդ երեխեքը հույսն են ու հավատն են վաղվա ժավախքի։ Եթե ինձ թվում է ժամանակ արդեն կամաց գնում է, մի քանի հարցեր ունեմ, որոնք ինձ թվում է կարևոր են։ Եկեղեցիների վերադարձման խնդիր կար։ Արամ առաջինը հիշում եմ, որ իրենց մեծ ժողովում արծացեցին այդ հարցը եւ պետք է վերադարձվեր, ուր է հասել դա։ Ուրեմն Դագավին 2 շաբաթ առաջ Վիրահայոց հոգեգան խորհուրդը բահանջ ներկայացուցած է Վրաստանի կառավարության 442 հայկական եկեղեցիներու վերադարձը բահանջելով 442 եւ այն բոլոր դվյալները, որ գսեն կամ այն բատմակետները վրացի, որ գսեն, որ ջավախքը երբեք հայկական հողամաս չէ եղած, Հայաստանին չէ պատկանած, պատմականորեն միշտ Վրաստանին այդ 442 եկեղեցիները դակավին չենք խոսիր հուշարձաններում մասին արդեն ինքնին արդեն այդ մեկը գսե թե այս դարածքը հայկական եղած է 442 եկեղեցիներու վերադարձը հիմա Վրաստանի կառավարության արչև է որբեսի քննե եւ պատասխան դա այդ հոգեգան խորհրդի հոգեվոր խորհրդի Ջավախքի հարցը Այստեղ կամ ընդհանրապես առհասարակ Սփյուռքում բարձրացվում է սեմինարներ, խորհրդակցություններ կամ դասախոսական։ Այո, ուրեմն ինչպես գիտեք, ամեն տարի մարտ ամիսը մենք կհատկացնենք Ջավախքին եւ դպրոցները ներս կբաժնենք այդ կանցանակները եւ ուսուցչուհիները անշուշտ աշակերտներուն կպատմեն, կբացատրեն Ջավախքի մասին։ Այս տարի, որովհետև այդ պատմական սուդ լուրեր կան, որ այդ ջավախքը չի պատկանիր Հայաստանին, մենք ուզեցինք ներկայացնել դասախոսական շարքեր եւ հրավիրեցինք ջավախքեն, որ այժմ գաբրի Հայաստանի մեջ, պատմապան պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, որ 30 քիրքեր գրած է, մեծ պատմապան է եւ ջավախքի մասնակետ է, ինքը ջավախցի է, ուրեմն բիդիկա այստեղ մարդ 6-ին դասախոսություն բիդա Գլենդիլի լայբրարիի մեջ, իսկ մարդ 8-ին Սան Ֆրանցիսկոյի մեջ, իսկ մարդ 1-ին մեր հանքանագային, դարեգան հանքանագային ցերնարկն է եւ այսօր արիթը գուզեմ օգտագործել, որովհետեւ հրավիրեմ մեր քաղուտի զավակները, որովհետեւ մասնակցին եւ հանքանագային ցերնարկին մարդ 1-ին եւ անշուշտ մարդ 6-ին եւ 8-ին մեր դասախոսություններուն լսելու համար Ջավախքի անցյալը ներկան եւ աբական եւ անշուշտ իրենց ներկայությամբ եւ նյութական ու փարոյական աջակցությամբ աջակցին մեր Ջավախքի ժողովրդին։ Շնորհակալություն Լենա, ցավում եմ որ ժամանակն ավարտվեց։ Առաջիկայում կրկին կհանդիպենք։ Անպայման, անպայման։ Սիրելի հեռուստատողներ, ինչպես տեսնում եք, ունենք բազմաթիվ խնդիրներ հայությանը հուզող, հայության հետ կապված, թե երկրում, հայրենիքում, թե հայրենիքից դուրս, թե պատմական մեր շրջաններում։ Մենք այսօր առավել եւս պետք է համախմբված լինենք, միասնական լինենք եւ հայդատի աշխատանքներին ազգային մեր բոլոր կառույցների կողքին այսպես պինդ պետք է կանգնած լինենք, որպեսզի այս դաժան փորձություններից 21-րդ դարի կարողանանք քաջի նման գլուխներս բարձր համամարտկային կտրվածքով անցնենք ավելի հեշտությամբ։ Մնացեք բարև, կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն կայանից, նույն ժամին։ Ցտեսություն։
Thank you.